Դեռ 4 տարի, 5 տարի շարունակ, քանի տարի շարունակ իրանք այս հանձնաժողովը ստեղծվել էր։ Իրանք իբր ասում են, որ սա լույսը սփռելու բոլոր հանցագործների եւ այլ բոլորի վրա եւ դատական ակտեր են լինելու, այո, ձերբակալություններ են լինելու։ Դրանից հետո հանկարծակի բոլորը դրա մասին լռեցին, ասում են, որ ուշացրել են այդ ինչ-որ հանձնաժողովի զեկույցը, հետո այդ զեկույցը դարձավ ոչ թե ուշացրել են մի քանի օր, ոնց որ Զեղչերի խանութը ուշացնում են, Զեղչը ուշացրել են, արդեն էլ չի աշխատում։ Հետո սկսեցին խոսել, որ իբր դա հույժ գաղտնի է։ Ի՞նչն է հույժ գաղտնի։ Մենք փորձել ենք մի ամբողջ երկրորդ հանրապետություն։ Մեր հայրենակիցները այնտեղից բռնի ուժով տեղահանվել։ Մենք հազարավոր կյանքեր ենք կորցրել, մեր եղբայրների դուք հասկանում եք, սա աղետ է։ Մեր պետականությունը այսօր սարքել են բրոշկա, կպցրել են դոշերներին Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ մեծությամբ, իր ամբողջ հզորությամբ ոչ մեկը չեք կարող դուք ձեր դոշին մանտակ, դուք դրա տակ խեղդվեք։ Բրոշկա եք սարքել, կպցրել եք այն բրոշկեն, որը ձեզ ասել են, որ արեք եք, ու դա ասել են թուրքերը, ասել են մեր թշնամիները, ովքեր ձեզ եւ պարտադրում են մնացած ամենը։ Հիմա օրինակս ձեզ որ հրապարակային դուք այսօր չեք խոսում նրա մասին, ինչ եք բացահայտել, ի վերջո այս պատերազմի պատասխանատուները պետք է լինեն, թե չէ։ Խոսում են։ Ինձ համար ոչ մի կասկած չկա, ինձ համար միանշանակ պարզ է, որ այս իշխանությունը ամենի պատասխանատուն, բայց իրենք հանրությանը ներկայացնում են, որ նախկիններն են մեղավոր։ Դե ցույց տվեք, որ հասկանանք ովքեր են մեղավոր, որ հասարակությունը իմանա, հիմա ընտրությունների է գնում։ Ինչ ընտրության է գնում, ում հետ է գնում ընտրության։ Միգուցե ներեցեք այս պատասխանատուներից, պատերազմի հանցագործներից շատ ու շատ մարդիկ կան, որոնք այսօր նորից ուզում են վերընտրվեն կամ ուզում են ընտրվեն, ցույց տվեք հանրությանը, հանրությունը իմանա